Չի կազմակերպվել եւ երկրորդ հերթին, որովհետեւ դա մեր պարտականությունն է բոլոր նրանց, ովքեր հետաքրքրվում են քաղաքի նավիգացությամբ, տրամադրել հարթակ։ Եվ այսօր մենք կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի սրահում ենք աշխատանքային հանդիպումների եւ այսօրվա մեր օրակարգում է ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի նախաձեռնող խմբի դրույթները լսելը, արտահայտել մեր կարծիքները, հարց-պատասխան կազմակերպել եւ արդյունքում կազմել հանրագիր, որը մենք կարողանանք ուղղել պատկան մարմիններին, ովքեր միևնույն է մինչ օրս մեզ ուշադրության իհարկե չեն արժանացել։ Եվ ես խոսքը փոխանցեմ Դավիթին, ով կսկսի ներկայացնել այն, ինչ այսօր տեղի ունենում Կասկադի հետ եւ ընդհանրապես պատմական ակնարկով եւ ճարտարապետական նշանակության տարբեր տեսակետներ։ Ճիշտ է։ Եվ ելույթներին տրամադրվելու են ոչ ավել քան 3 րոպե, անմիջապես Դավիթից հետո կլինի Կարինեն եւ կծանոթացնեն նամակի, որ մենք ուղղել ենք տարբեր պատասխանատուների եւ ինչպիսի անհետք պատասխաններ ենք ստացել, կամ շատ դեպքումներ չենք ստացել, որից հետո ելույթները կլինեն մինչև 3 րոպե, ցանկությունները կարող են գրանցվել աղջիկների մոտ, մեր փորձագետներն են
հետևում նստած եւ հետո հարց ու պատասխան եւ հանրագրի կազմում։ Հանրագիրը վերջում ձեզ կուղարկվի էլեկտրոնային հոստով, ձեր հաստատման եւ ստորագրության պարագան դուք կարող եք հետադարձ նամակով պատասխանել։ Լավ, այս պահին երևի դեռ հարցեր չկան, չէ՞։ Ես միայն խնդրում եմ, որպես լրագրող, եթե կարելի է ներկայացնելուց ազգանուններ նշեք եւ պաշտոնը որպեսզի կարողանան ներկայացնել։ Շատ լավ, Դավիթ Ստեփանյան, ի պաշտպանություն Կասկադի հեղինակային նախագծի նախաձեռնող խմբի անդամ, այստեղ են այն բոլոր գրությունները, որոնք կարող են ձեզ հետաքրքրել, ներառյալ նամակը, որն ամբողջությամբ արտահայտում է այն, ինչ այսօր մենք քննարկելու ենք։ Կարինեն Փանոսյան, նույնպես նախաձեռնության անդամ եւ Միհել Վոյաժի, ինչպես նաեւ մեր բազմաթիվ միջոցառումների կազմակերպիչ, ելույթների համար մնացածները արդեն մտածվից ես Նարենը իմ ազգանունը Արամյանն է, բայց դա բացարձակ նշանակություն չունի, ես կապ չունեմ, ես ուղղակի ֆասիլիտացիա եմ արել։ Իհարկե ճարտարապետ, որովհետև այստեղ մենք բոլորս նաև մասնագիտական ու փորձագիտական կապ ունեն, ուղղակի չենք եկել գազոբոյով։ Ես ասեմ, որ ինքս նաև ուսանել եմ Ջիմ Թորոսյանի արվեստանոցում ու քանի որ թեման վարպետի ամենակարևորագույն գործի հետ է կապված, ուզենայի նախապես մի փոքր ներկայացնել Կասկադի նշանակությունը առհասարակ Երևանի հայության համար ու առկա խնդիրները։ Սա Կասկադի բնօրինակ նախագիծն է, այն վերջին տարբերակը, որը հաստատվել է հեղինակների կողմից, երեք հեղինակներն են Ջիմ Թորոսյանը, Սարգիս Պուսածյանը և Ասլան Մխիթարյանը։ Իրականացվել են ներքևի հարթակները, վերևի իլյումինացիոն հատվածը մեծ դրվագով որ երևում է, դա անավարտ հատվածն է, որտեղ հետագայում մասնավորեցվեց Գաֆեսյանին նվիրեցին կառույցը և նախ որը այդ փոսորակը իրականացրեց, որպեսզի այնտեղ բարձրահարկ կանգնեցնի։ Վեր էր կանգնում մի հսկա կառույց, դիմացը ու շատ ավելի վատ պատկեր էին ունենալու, քան ներկայում, որը մի փոքր գոնե ցածր է։ Բայց ինչու՞ն է հիմնական խնդիրը։ Սա այն քիչ հեղինակային գործերից է, որը նաև արվեստի գործ է և մեծավաստակ ճարտարապետի գործ է ու խորհրդանշական է։ Երևանի համար բացառիկ խորհրդանշային է, որովհետև հրապարակի օպերայի կողքին նա իր ուրույն տեղում ու աշխարհի մակարդակով Կասկադը ինքնատիպ ճարտարապետություն է։ Այստեղ ես ասեմ ներկայացրել եմ այն հեղինակներին, որոնց անդրադարձել են 20-21-րդ դարերում, որոնց անավարտ կառույցները հետագայում կառուցել են տարիներ անց։ Մեր քաղաքի պատկերն է նաև, տեսեք, այս ինչը որ տեսնում եք, այս գերխիչ շինարարությունը, այս ամբողջը իրականացվել է ներողություն, այս ամբողջը իրականացվել է այս այսպես ասած աչք ծաղկող գեղեցիկ պաստառների ներքո, որը վերագրվել է ավելի բարեկարգ Երևան, բայց Երևանը ապականել են, Նարեջան մի հատ նորից գտնենք էլի, որ կատվեկներ։ Նարեջան մի հատ նորից կատվեք Մենք ստեղծել ենք, այսպես կարծես ստեղծում ենք արդեն քաղաքապետություն, մարզերը դատարկում ենք, գերխտացնում ենք Երևանը ու դա նախ և առաջ Հայաստանի ոռնաշարը ջարդող ամենամեծ աղետալի սխալն է։ Այդ ազատ տարածությունները, մարզերը, որոնք, այսպես ասած, մնում են խնամքից դուրս և հնագեցված չեն, դրանք շատ ձյունին կերպով հանձնվում են այն մարդուց, ովքեր դրանց հանդեպ նկրտումներ ունեն, կոնկրետ մեր հարևանները, աշներից առաջ երկրի կեսը գնաց ու ասեմ, դրա կարևոր գործոններից մեկը քաղաքաշինությունն էր, որովհետև այն ահռելի կապիտալ է, այն անխնա քանակի բետոնը, որ լցվում է Երևանի գլխին,
դրա ինչ-որ մի տոկոսը, որ գնար, ասենք, ուղղորդվեր սահմաններ, ուղղորդվեր անրաշինական կառույցներ իրականացնել, ոչ այդքան զոհեր կունենայինք, ոչ սենց խնդիրներ, միանշանակ։ Հիմա տեսեք, 15 սխալ, 1 հրապարակում։ Դարակազմի գործ է Հայաստանի Երևանի մայրաքաղաքի հրապարակը, առաջ 15 լավագույն հրապարակներից ցանկում էր աշխարհի, Թամանյանի գլուխգործոցը, որը 7 դար անց վերածնեց այդ անեի ճարտարապետությունը, այսպես ասած նոր ձևերով, ժամանակակից ձևերով, նոր դասականության այնպեսի յուրահատուկ կոթող էր, որը աշխարհում այդ նոր դասականի մեջ չտեղավորվեց, կոչվեց թամանյանական ոչ, շատ ինքնուրույն եւ Ռուսաստանի ակադեմիան այն ժամանակ ասել էր, որ սա է սպորտային միության տարածքում իրականացված այս նոր դասական ոճի ճարտարապետության ամենաբարձր օրինակներից է, ամենաբարձր օրինակն է հենց Թամանյանն է։ Հիմա տեսեք, ոնց ենք մենք նսեմացրել, ինչպես ենք այդ մասշտաբը կոտրել, ջարդել, այդ 3 հարգանի մոնումենտալությունը ինչպես ենք ապականել, ու ասեմ, այս բոլոր շենքերը ունեն իրենց ճարտարապետները եւ սրանք ներկայացվել են պաստառներով, այսինքն ամեն շենքի դիմաց մի հատ այսպես կոնտեքստից կտրած այդ ռենդերներով գեղեցիկ պաստառ են նկարել ու այսպես ասած մարդկանց խախել են, թե այսպես մի գեղեցիկ բան են ունել, բայց միջավայրը չեն ներկայացրել, ամբողջականությունը չեն ներկայացրել։ Արդյունքում ունենք ես հայտարարակ պատկերը։ Կասկադը ուրեմն ամբողջովին հայկական ճարտարապետությունը մի փոքր դեպքներ են ուղղակի ներկայացնում ավերջները, պատմական հետ, այդ սովետական ասած այդ որևէ կապ չունի ազգային մոդեռնիստական ճարտարապետություն, այսինքն այս վարպետները ժամանակին ուսումնասիրել են իրենց ժամանակվա արտասահմանյան ամենանշանավոր հեղինակավոր աշխարհահռչակ մոդեռնիստական ուղղությունների եւ նրանց նշանավոր վարպետների աշխատավոճը այդ մեթոդը լիովին յուրացել են ու միևնույն ժամանակ կարողացել են նորություն ստեղծել, չեն կապել կրկնօրինակել, այլ ազգային ձևերով հարստացված աշխարհին տվել են ասել են նորություն, ասել են ինքնատիպություն։ Ահա կասկադը դրանցից մեկն է, ըստեղ կտեսնեք եւ այդ նորավանքից օրինակ ասենք Դեվինի խոյակը, արևի ժամացույցը, այդ ամեն ինչը նոր ձևերով։ Ուրեմն հիմա անդրադառնամ Հայդեպ էլի աշխարհահռչակ ճարտարապետի ճապոնացի Տադո Անդոյեսի իրականների աստիճանը 30 տարի հետո կասկադից հետո իրականացվեց։ Պարկային ճարտարապետություն շատ կա, աստիճաններ ինչ-որ, բայց կառույց, շինություն, ճարտարապետը այսպես շենք, որի մեջով անցնում ես, այլում ես այդ ամբողջ խորհրդանիշերին հաղորդակցում ես, իդեպ ճապոնական էլի իրենց ազգային մոդելներով էր մշակած, բայց կասկադը իր մասշտաբով ու գեղագիտությամբ ամբողջ աշխարհում այսօր յուրահատուկ է։ Իդեպ Ջիմ Թորոսյանը միջազգային ակադեմիայի նաև իրական անդամ էր, նա ժուրեր նստում էր հեղինակավոր աշխարհում մասնագետների հետ, հարցեր էր լուծում ու այսօրվա դրությամբ ընդհանրապես պետք է այդ ստեղծագործությունը ավարտին հասնել։ Հիմա ասեմ, ինչ խնդիրներ կա ու քանի տեսակետ կա այսօրվա դրությամբ։ Ուրեմն դե առաջին տեսակետը հենց ներկայացնում եմ ները, որ բացառապես հեղինակային նախագծով պետք է ավարտվի։ Ինչ են ուզում իրականացնել այսօր, այսինքն ինչ են արդեն սկսել կառուցել քաղաքապետարանի ծրագրով։ Տեսնում եք, որ երկրորդ ձեռագիր է մտնում, լրիվ ուրիշ խոր ծավալ, Հայաստան համալիրը եւ պետականության կոթող է, վերը որ ասում են սովետական 50-ամյակի դա խորհրդային վարկի հետ նախ կապ չուներ իրական գաղտնագրված է իբրև Հայաստանի պետականության հուշարձան, ավերջները ես կներկայացնեմ, թե որոնք են եղել, խզում է, այսինքն այդ կապը միասնությունը համալիրի եւ պետականության կոթողի այսպես կոտրվում է, ջարդվում է, հերթական կարգականային ծավալն է առաջանում, ինչպես որ ամբողջ մայրաքաղաքը նոր որ ցույց տվեց։ Լցվում է կարգատում, ստեղծագործությունը ինքը մնում է անավարտ, այսինքն իր խոսքը ամբողջությամբ տեղ չի հասնում, ոնց որ ասենք գրական երկը, սիմֆոնիան, չգիտեմ, ցանկացած արվեստի գործ, ինքը ամբողջականությունից դուրս դիտարկել չի լինի, եթե նա անավարտ է, այսպես ասած, ոնց որ զուտ ինֆորմատիվ բնույթի է դառնում արդեն, էլի, նրա ամբողջ հմայքը ու խոսքի ասելիքը տեղ է հասնում, երբ որ ավարտում է դառնում։ Հիմա մենք ունենում ենք այս դեպքում անավարտ այս գլուխգործոցը անավարտ, այսպես կարգատամի վերածված, այսինքն խոսքը լիարժեք տեղ չի հասցնում։ Իսկ չէ որ սա
այդ հյուսիս հարավ է առանց հարավին նայող Թամանյանի գլխավոր իղձն էր, որ նա բոլոր ճառագայթներով ուղղեց դեպի հայության հույզերը, դեպի լեռները, ինչ այսօր համարվում է իհարկե հավանաբար ամոթալի, գործում են հենց այդ հատվածում փակել, այսինքն մի հատվածում խզում է լինելու, այն վերևից իջնելու Ծաղարատի պատկերը փակվելու է, ինչ որ այդ վերածմակային, ինչ որ այդ մասշտաբային այդ երկաթբետոնյան ինչ որ այդ ծածկերի տակով անցնելու ենք, հետո ընկնենք Կասկադի արդեն այս ցածր հատվածում, որտեղ արդեն Արարատը սկսում է փակվել, որովհետև ներկայիս այս անջորն շինարարությունը այդտեղ այդ բարձրարկելով լրիվ ոնց որ ասած թողարկել է։ Ուրեմն սա քաղաքապետարանի տարբերակն է, որը անընդունել ենք համարում եւ ամբողջ ճարտարապետական համարույթը մասնագիտական, քանի որ պալատը ուղերձ է ուղարկել նամակով եւ ժառանգները, ովքեր որ իրավասում են, այսինքն հեղինակների ժառանգները եւ ներկայիս կենթանի գործող հեղինակ ճարտարապետ Ասլան Մխիթարյանը նույնպես դեմ է։ Այսինքն այս 3 տարբերակների մի փոքր այսպես 3 տարբեր կարծիք ունեցող խմբեր դեմ են։ Հիմա ներկայացնեմ նաեւ այն ինչը որ արել է Ասլան Մխիթարյանը, նա տարբերակներ է արել, ինչպես տեսնում եք, մի տարբերակում Կասկադը ավարտվում է, այդ կողքի փոսրակը ինչ որ կերպ լցվում է։ Այսինքն այս ձախ կողմում բարձր ծավալ է, իմ կարծիքով միանշանակ սա այդ խանգարում է, այսինքն իբրև դոմինանտ կոտրում է այդ ամբողջականությունը, այդ նուրբ Կասկադի ծավալը ջարդում է եւ ըստ վեր է գցելու տեսարանը փակելու մյուս տարբերակը, այսինքն այս մի տարբերակն է, մյուս տարբերակը նա փորձել է ավելի, այսպես ասած, նույն ոճային առանձնահատկությամբ մոտեցում ցուցաբերել, էլի այդ փոսորակը աջ ու ձախ կողմից ինչ որ Կասկադի ոճով, այսպես ասած, փորձել է լայնացնել, բայց էլի ապակու վրա նստում այնտեղ, այսինքն բնույթը էլի Կասկադի փոխվում է, այդ գորգը, ինչը որ մտածվել էր Թամանյանի առաջ Արարատի առաջ փռված գորգը, այդի գաղափարը, ոնց որ ասած այդ վերևի դեֆորմացիայի շնորհիվ կորն է, այսինքն օրիգինալ ստեղծագործությունը մի քիչ միքսվում է ու էլի այդքան հարմար չի ու ասեմ հենց նույն Ասլան Մխիթարյանը ինքը վերջերս մի հարցազրույցի ժամանակ նշեց, որ ինչքան տարբերակ որ փորձել է, լավագույնը այս նորինակն է, վարպետների հետ որ նա իր մասնակցությունն է ունեցել, վարպետների արած ասեց ամենալավն է, ինչու չենք անում սա։ Եվ սա ի սկզբանե մեր պահանջն է եղել։ Այսինքն հիմա ովքեր է ովքի հատվածները, թե ինչպես այդ փոսորակը կատարվում, դա արդեն պետք է լինի մրցութային առաջադրանք կամ ամեն դեպքում առաջադրանք պետք է մշակվի, այսպես շատ sense ափափթափար ձևով ոնց որ հիմա իրանք իրականացրեցին, այդ ֆրանսիացին նույնիսկ ներկա չի եղել տեսել Կասկադը, տեսքից ուղղակի արել, ուղարկել է, ու հիմա սենց այլընտրանք չտալով երկու տարբերակ դնելով այդ տեսքիզը անցկացրեցին էլի։ Եվ վերջերս 2 օր առաջ Ազատություն ռադիոկայանով ելույթ ունեցավ Ջիմ Թորոսյանի դուստրը Անահիտ Թորոսյանը, որը ինչպես նաև մեր գոլեգաներից Արգաջան Կարեն Բալյանը, ճարտարապետ, մեկ այլ կարծիք են առաջ մղում, որ միանշանակ դեմ լինելով այդ քաղաքապետարանի առաջարկած ծրագրին, նրանք ասում են, որ այս վերնամասը արդեն չենք կարող իրականացնել, ճիշտ չի իրականացնել Ջիմ Թորոսյանի նախագծով, որովհետև վարպետը մահացել է, նա երբ որ կենթանի էր անընդհատ հեղինակային դասկողության ժամանակ այդ նրբությունները այդ ոնց որ ասած հսկում էր, փոփոխություններ էր անում նաև անհրաժեշտ ու կլինի այսպես մեխանիկորեն որ անենք ու բուտաֆորիկ ինչ որ մոտեցում կունենա։ Ես նաև ասում եմ, որ 50 տարի առաջ նախագիծը չպետք է նույն կերպ իրականացվի, պետք է փոփոխվի։ Ուստի առաջարկում եմ լրիվ ուրիշ բան էլի, բայց այնպես որ ներդաշնակ լինի, այսինքն ցածր լինի, այս գաղափարը պահի, Արարատին չխանգարի եւ այլն։ Հիմա ասեմ ինչի եմ ես այդ մոտեցմանը միանշանակ դեմ։ Ուրեմն աշխարհում բազմաթիվ օրինակներ կան, որ
հեղինակի մահից հետո կառույցը իրականացրել են կամ անավարտ է թողել, կամ նույնիսկ իր նախագիծը, երբ որ նա շինարարությունը անգամ չի տեսել, իր մահից հետո նոր շինարարություն իրականացրել են։ Այդ մտածողությամբ, եթե մենք այդպես առաջ շարժվենք, մենք չէինք ունենա ոչ օպերան, որտեղ Թամանյանը առաջի քարն է միայն տեսել, ոչ Սարդարապատի թանգարանը Ռաֆայել Սրելյանից։ Սրանք ասում եմ 20-րդ դարի մեր ամենաճարտարության բարձրակետերը։ 73 թվականին Իսրայելը մահացավ, 78 թվականին շենքը կառուցվեց։ Ուստեղ աշխարհահռչակ ճարտարապետների իդեպ տեղադրել են Ջիմ Թորոսյանի սիրած վարպետների այդ մոդեռնիստական աշխարհի մեծերի գործերը Միս Վանդերովի տաղավարը։ Ուրեմն կառուցվել է փաստորեն 2012 թվականին, 69 թվականին ճարտարապետը արդեն չկար այս աշխարհը։ Կորբյուզեի երկու, ասենք, այստեղ 3 նույնիսկ ավել կարելի է գտնել, 3 գործեր, մեկը Բաղդադում է իրականացվել են առաջինը սպորտային կոմպլեքսը, երկրորդ այդ հայտնի ետևեցի տասնամյակներ էլի մոտ 50 տարի հետո է կառուցվել, իրականացվել է 2006 թվականին, երբ որ հեղինակը 65 թվականից կենդանի չէր։ Ներքևը իդեպ Լուիս Կանը ամերիկացի նշանավոր ճարտարապետ մեծ ազդեցություն է ունեցել այդ հայկական ճարտարապետության վրա, այդ մոդեռնիստական շրջանի հայտնի դեմքերից ամենաշատը մերում կանադացել են Լուիս Կանին, որտեղ նա էլ էր ոգևորված անտիկ կառույցներով, այդ հռոմեական ավերակներով, խորշերով էր իրականացնում իր բոլոր գործերը, այսինքն ապակին առաջի մակերեսի վրա երբեք չէր տեղադրում ու հիմնականում։ Ու տեսնում ենք, որ մի քանի այսպես առանցքային գործեր Լուիս Կանը իրականացվել են իր մահից հետո։ Իդեպ Լուիս Կանես Բանգլադեշի ազգային ժողովի շենքը աջ կողմին է, կասկադի վրա բացահայտ ազդեցություն է ունեցել։ Այսինքն Ջիմ Թորոսյանի սիրած հեղինակն էր, այդ որ ասում եմ տիրապետելով այս նոր հենց իր ժամանակակից այդ հսկաների աշխատավոճին կարողանում էին նաև յուրովի մեկնաբանելու հայեցի իրականացնել լրիվ նոր կառույցներ ստեղծել, ահա կասկադի ազդեցություն դրա վրա միանշանակ է։ Երբ կառուցվել է Լուիս Կանի մահից հետո 74 թվականին կարծեմ նա մահացել է, այո 74-ին եւ կառուցվել է 82 թվականին։ Այստեղ նաև Ռուզվելտի պարկը կա, նրա հուշարձանը այդ թվում, որը էլի Լուիս Կանը իրականացրել, ուրեմն այս դեպքում պատկերացրեք Ամերիկայի կառավարությունը այն կարգի բծախնդիր է եղել, որ նույնիսկ այդ կառուցապատող ընկերությունը, որը արդեն կնքել է պայմանագիր, որ կառուցապատող ընկերության անունը ինչ որ միտեղ պետք է դաջվի։ Նույնիսկ այդ պայմանը խախտել է եւ ասել է այո, մենք դատարակում նրա խոստովանելու, որ դեպի նման պայման կնքել ենք, բայց քանի որ այս մեծ վարպետի գործն է, որտեղ ամեն մի դրվագ նշանակալից է, այսպես նույնիսկ այդ փոքր ստորագրությունը կարող էր խանգարել ու իրականացնել այդ պրոյեկտը, այսինքն վարպետի նախագծով մեկը մեկի հիմա լավ, մեկ այլ օրինակ է, Զահադիդը էլի աշխարհահռչակ դեմքերից ինչ ճարտարապետ, այսպես մարդկության պատմության ամենաազդեցիկ կանանցից է համարվել, 2016 թվականին չկա, մինչ օրս կառուցվում են իր գործերը, բազմաթիվ արդեն մի տասնյակ կառույցներ իրականացվել են մահից հետո, ու այդ ընկերությունն 36 նախագիծ անավարտ է թողել եւ իր արվեստանոցը այսպես հռչակել է, որ այդ գործերը բոլորը ավարտելու է ըստ նախագծի, բնօրինակին հարազատ մնալով։ Իդեպ ասեմ, այս այն հեղինակներն են, որոնց հետ Ջիմ Թորոսյանը այդ Սոֆիայում այդ միջազգային ժողովներին եւ այլն մասնակցում էր եւ իր այդ հեղինակավոր բարձր արտահայտում էր։ Մի կարևոր բան էլ ասեմ, ուրեմն պետականության կոթողի հետ կապված խորհրդանիշները կուզենայի ոչ մարդիկ իմանան, Կենաս ծառը սոսու պատիրը ուրարտական շրջանից որ եկել է, այն ժամանակ սովետի ժամանակ ներկայացնենք ծովերի հասկ եւ այլն։
ահռելի գումարներ են ծախսել այդ հետագա 15 մետր ավելացում անելու Արտաշեսյան սահմանակարը, այսինքն Միացյալ առաջի հայկական պետության, Միացյալ պետության հիմնադիր արքայի սահմանակարը, իբրև հայոց պետականության խորհրդանիշ եւ այդ ուրարտական աշտարակների հաղթական ավարտը։ Հիմա որ ներկայացնեմ, տեսեք ավերսները Միջնադարյան այդ ճարտարապետության հետ, մեջտեղում Տաթևի ճոճվոցությունն է, ու այդ հորիվածքները երկթեք, ու այդ երկթեք հորիվածքները մի դեպքում խաչով քրիստոնյա շրջանը, այսպես ասած նշմարով, մյուս դեպքում այդ սոսու կենաց ծաղրի մոտիվը։ Այս հուշակոթողը պետք է ամբողջական կապի մեջ մտնի կասկադի հետ և խզում պետք է չլինի։ Սա նաև խորհրդանշական, այսպես ասած, գիտեք, սկզբից գաղափարական ջարդն է տեղի ունենում, հետո նոր կասինով խփում են գլխներից։ Հիմա սա այս օրինակը ինչ որ ուզում են անել, հենց այդ գաղափարական ջարդն է։ Քո խորհրդանշելը դոմինանտազրկել, երկրորդային սարքել այդ ուռճացված կոմերցիոն նմուշները սենց ասած շահարկել, դրանք ներկայացնել առաջնային ու խաթրել ամբողջությամբ այս տեսքը ամեն ինչը խաթարել։ Իդեպ էլի Ջիմ Թորեսյանի դստեր կարծիքի հետ կապված, որ ասեմ բոլոր ճարտարապետներն էլ կամ առհասարակ ստեղծագործողները, արվեստագետները չեն դադարում պրպտելուց ստեղծագործելուց, նույնիսկ երբ որ նախագիծը կամ ասենք արվեստական գործը պատրաստ է լինում։ Հենց շատ պատմություններ կան, ասենք նկարիչները թանգարան գնացել, ինչ որ մի բան փորձել են փոխել, կամ թողել են, կամ չեն թողել։ Ճարտարապետները ինչ որ մի բան փոխել են, կամ լավացրել են, կամ վատացրել են կառույցը։ Ռաֆոսյանն օրինակ ես գինու մառաների հայտնի շենքը որ կա, այնտեղ այն վերևի կամարաշարը սկզբանե սյուներով էր արել, հետո փոխեց պատային ձևով։ Ու երբ որ միանշանակ ասեմ, որ մայից հետո կառուցված գործերը զիջում են։ Իհարկե, երբ որ հեղինակը կենդանի է, նա տեղում իմպրովիզներ է անում, որը ասենք ինչ խոսք լավացնում է ճարտարապետությունը կամ երկը։ Բայց դա ասեմ են մի 5%, 10% տարբերությունն է, որի համար իսկապես կյանք են, ասենք ինչպես սպորտսմենները են մեծ ծանր քաշ բարձրացնող այդ հսկաները, ասենք այդ 2-3 կիլոգրամի համար, ասենք կյանք են դնում, որ ասենք կարողանան մրցաշարում հաղթեն։ Նույնը այս դեպքում է, այսինքն կորցնենք մենք 90%-ը այս արվեստի, 95%-ը ավել, այս ամբողջ շքեղության կորցնենք, ինչ է, ասենք այդ 2-3%-ի համար, տարիները, դարերը անընդհատ այդ բանին բերելու են, որովհետև ռեստավրացիա ասածը ինքնին արդեն ոնց որ ասած օրիգինալ բնօրինակ չի ամեն մատի։ Երևույթի տաճարը նախշերը սրբված են, ծավալը տենց կիսական, եթե վերականգնեն, անշուշտ այդ միջնադարյան վարպետի ձեռքը չի կպել, դա որոշակի մի թեթև այդ բուտաֆորիկ բնույթը կրելու է։ Բայց մեր ասածը բնավ չի, որ լրիվ բուտաֆոր է իրականացվես, ինքը ես ի սկզբանե ասել եմ, եթե կասկադը պետք է անեն մանրապետճեղ երեսապատումը, ոնց որ հիմա են անում օրինակ էլի, ասենք այդ 3 սանտիմետրանոց քարիչով տես տնազային ճար, իհարկե չի կարելի այդպիսի բան։ Այնտեղ Ջիմ Թորեսյանը դպրոց է թողել, այսինքն ցանկացած ճարտարապետի այդ դպրոցը ակնառու է։ Այդ մեծ կտոր քարերով ինչպես են, ասենք, այդ խորանների, ասենք, այդ ճառագայթները կառուցում եւ այլն, այնտեղ շինարարության մի ամբողջ հանրագիտարն է, ճարտարապետը ինչպես է շինարարական թերությունները լուծել, ինչ հնարքներ է գտել։ Այդ ամեն ինչը ճարտարապետի համար, այսինքն քիչ թե շատ վերագետ ակնառու է ու այդ հեղինակների վաստակը պետք չի դիտարկել sense փոքրացրած, որ մենակ իրանք են արել, դրանից հետո դպրոց չեն թողել կամ շարունակականության հնարավորություն չեն թողել։ Այդ ձևով մենք փոքրացնում ենք Ջիմ Թորեսյանի վաստակը միանշանակ։ Լավ, ես շատ խոսամ, հավանաբար հարցեր կունենա, խնդրեմ։ Հարցեր կան։ Մենք Հանրապետարանի ներկայացուցիչ ունենք Դավիթում։
Հավաքանիներ կան։ Հարցս այսպիսին է, Դավիթ, հաստորեն քեզ ինչով է բացատրում իշխանությունը կամ այս նախագիծը հաստատողները ինչով են բացատրում նախին ձեր առաջարկած նախագիծը մերժելու։ Ուրեմն նախան շրջանում այդպես ինչ-որ աղմուկ բարձրացավ, իբրև թե սովետական կառույցը արդեն դրա ժամանակը չի։ Հետո երբ որ մասնագետները արձագանքեցին, այդ վարկածը մի կողմ դրեցին։ Հետո ասացին, որ դժվար է իրականացնել կոմերցիոն կառույցը ավելի հեշտ, բայց թե ահռելի կառույց է, էլի ասեմ, այն ինչը որ անում են, ասենք կանխնա էլի գումարների հետ է կապված, ու այն փոխարենը ինչ են անում, աջ կողմում այդ իրենց բարեկամներից մեկին տարածք են տրամադրել, ընդեղ էլի կառուցապատում իրականացնելու համար, որ գումարը անի, այսինքն այս կտորը նվեր տա քաղաքին, այս ֆրանսիացու նախագիծը, այդ կողքը էլի տենց նու հիմա այնտեղ մի 7-8 հարկ են ցույց տալիս իրականությունը, ասենք հիմա ոնց որ դառնա այդ կողմերը 30 հարկերը մխեցին, այդտեղ ինչ-որ էլի Արարատը փակվել է, մանուկից իջնող ճանապարհը եւ այլն։ Մի խոսքով են սովորական ուժանություններ կատարում, ինչ որ արժեքից տարածքը չի պատկանում Շապեշյանին։ Տարածքը չէ քաղաքապետարանն է տալիս, հիմա կասկադը ամբողջությամբ քաղաքապետարանն է։ Եթե այն ժամանակ ինչ-որ ձև կարելի էր ընդունել, որ նախ հուշարձան չէր, հələ չէին մցրել ցանկ, Գաֆէսյանը սեփականատերների հիմա այդ մարդու խելքն էլ այդքան էր հասնում, այնտեղ ուզում էր մի այլանդակություն անել, հիմա քաղաքինն է։ Ու Ջեյմս Թորոսյանի վաստակն էլ գնահատված է Կոմիտասի կողքին։ Ես մյուս հեղինակներին ուղղակի չեմ նշում, զուտ, քանի որ հիմա, այսպես ասած, կարծես կարծիքների տարբերություն կա էլի մեր միջև, Ջեյմս Թորոսյանի ճառակների, ճարտարապետներից մեկ-երկու եւ կոնկրետ մեր նախաձեռնության։ Ու հիմա փոխանակ կառուցել են ինչը որ հնարավորություն ունեն էլի։ Այս գոնե այս մի կտորը, ոնց որ ասած, մի ամբողջականություն ունենանք էլի։ Էլի այդ հերթական ոնց որ ասած այդ կարգականային ձևերի հարցը դուք բյուջե նախատեսել եք, նախաշխարհվել է, որը որ մրցունակա տվյալ բյուջեի։ Սա մի քիչ շատ գրեի կլինի, ասենք օրինակ այստեղ ինչ ասեմ, քանի որ ասում եմ սա մայրաքաղաքի խորհրդանիշերից է, Գաուձեի կառույցը չգիտեմ, այստեղ աշխուժ չընկա, ոնց որ Սակրատա ֆամիլիայի շենքը երևի գիտեք, ասենք, 2 տարի կառուցում են ու վերևի հատվածը արդեն էսկիզներով են անում, գծագիր էլ չկա, բայց էսկիզներով փորձում են այսպես ոնց որ ասած ներդաշնակ մի ձև համահունչ ավարտեն էլի։ Տեխնիկական մերժման հարցներից հետաքրքիր է իրանց կողմից Անենց ախնակ գումարներ են դնում, ինչ աղմախության վրա ասած էլ Քրիստոսի արձաներ, ինչ ասած, որ ասենք այդ գնով կարելի է այս կասկադողակը ավարտել, ասենք նույն ձև հենց այդ շքեղ տարբերակով, ասենք այդ մեծ 5-ից 6 մետրանոց քարերով, եթե ինչ-որ մտավախություն կա, որ ասենք 1-2 դեկոր ընդեղ կարող ասինքն լավ չարվի այդ էսկիզներից, այդքանը կարելի է մոդեռնացնել, խուլ կտորներ թողնել, որտեղ առաջնային ծավալն է, ճարտարապետության ծավալն է։ Իսրայելն ասում է, որ Թամանյանի շենքի վրայից եթե ամբողջ դեկորները սրբենք էլ ինքը ոնց որ ասած տենց շատ չի դուրի, ճարտարապետությունը էլի կհնչի, ասում եմ դարերը մաքրում են այդ դեկորները, ամեն ինչը հազարը մի բան էլի, ռեստավրացիան երբեմն միշտ չի, որ գտնում է այդ ձևերը դնում է, բայց դա առաջերտին ազգային արժանապատվության քաղաքակիրթ, չգիտեմ, երկիր լինելու դա է նշանակում։